Պարոն վարչապետ, դուք անցած ամիս հայտարարել եք, որ մասնակցելու եք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին օգոստոսի 6-ից 7-ն է, կարծեմ ձեր որոշումը ուժի մեջ է, եթե այո, ինչ օրակարգով հաշվի առնելով, որ այդ հեռախոսազրույցից հետո դուք ասացիք, որ այսինքն հաղորդագրությունը այն մասին էր, որ եղած խնդիրների ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն ռուսական կողմը շարունակում է պնդել իր դիրքորոշումը այդ հանրաքվեի մասով, այս պայմաններում որն է լինելու հայկական կողմի օրակարգը այդ մասնակցության ժամանակ։ ԵԱՏՄ-ի օրակարգը ձևավորվում է ինստիտուցիոնալ ճանապարհով, ինստիտուտներով, բայց դա հարթակ է, որտեղ բնականաբար ես մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու եմ։ Եվ ինչ որ ձեզ ասել եմ բրիֆինգում, ասել եմ նաև այնտեղ։ Իսկ ինչ եմ ասել ձեզ բրիֆինգում։ Ասել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է, չի գործում ԵԱՏՄ-ն։ Եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում ԵԱՏՄ-ն։ Եվ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է եւ կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, ես 100% վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը հաղթահարելու է։ ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար